Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, 3 օր սպասելուց հետո անկեղծ ասած առաջ օրն է ուզում խոսել դրա մասին, բայց ասեմ ինչ սպասեմ կարող է ազգային ժողով վերջին հաշվով ինչ որ մի ձևով արձագանքի մեր գործընկերոջ եւ նաեւ ընկերոջ բացակայությանը, բայց ցավում եմ, որ այդ արձագանքը չեղավ, ու ազգային ժողովից եղավ, իշխող խմբակցությունից չեղավ։ Փաստացի շատ ճիշտ ասեց, երկրորդում եմ Տիկին Վարդանյանին, որ նոր ազգային ժողովը, եթե այդքան լուրջ է, այսպես ասած, մենք չենք քննարկում մեղավորության հարցը, եթե այդքան լուրջ է, Տիկին Դատախազը թող այստեղ հիմնավորի եւ նորից ձերբակալեն։ Այնպես որ ողջույններս մեր Սարգսյան Արտուրին, ինչպես նաև մնացած քաղաքապետարներին, մեր ուժի առումով իդեմս մեր Ալիկին Ալեքսանյան, որ ոչ մի բանի համար նստած է, ու ամենակարևորը գիտեք որն է, որ ինքը ձեզանից ազատ է հիմա, նստած վիճակում, Ալիկին ցանկանում եմ համոզված եմ գոնե TV5-ով պետք է որ լսի, չէ՞, այնտեղ կա, ես իմ բանով եմ, իմ փորձով եմ ասում, TV5-ը պետքա որ լինի։ Հիմա անցնեմ երկրորդ հարցին, բարեկրթություն։ Պարոն Ասլանյան, ոնց որ գցվում ենք։ Անկեղծ եմ ասում, որովհետև երբ որ ԱԺ պատգամավորը գալիս ասում է, ու խաժամուժ բան այդ քննարկվեց, ինչ որ ձև արդարացավ, իշխող խմբակցության պատգամավորը, բայց կազմակերպչի մասով ես այնտեղից Պարոն Ռուբինյան, մեկ շատ դժվար է, մենք նոր ենք այսպես չարձագանքելը, մարդկայնորեն կարծում եմ ըմբռնումով կմոտենաք, կազմակերպչի անուն հնչեց, մեզ համար շատ հարազատ, չկրկնեմ, որովհետև ամոթ է այդ մարդու այդ առումով այդ անունը կրկնելը, բայց այնտեղից ասում եմ ապացույց կա, ասում ես քաղաքական գնահատական եմ տալիս, մի փոքրիկ միջադեպ պատմեմ, ու դեպք ավելի շուտ, ձեր կողմից նշանակված կառավարիչը ասում է ցանցերից մեկի անունը ասում այնտեղ մոտավորապես 1 միլիոն հավելագրում կա, մոտավորապես ասեմ թվերը անգիր չեմ կարող ասեմ։ Ես հայտարարում եմ, որ 1 միլիոն չի, 350-400 հազար։ Ես ինչ եմ։ Մոտավորապես ժուչոկ էր տակել, մոտավորապես 350-400 հազար է։ Ու գիտեք ինչ է հայտարարում ձեր կառավարիչը։ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովում, ասում ես քաղաքական դեմք եմ, իմը քաղաքական հայտարարություն է։ Հիմա այստեղ ինչ եմ ասում, պարոն Ասլանյանին գցվում ենք, որովհետև մի հատ հավաքվենք հասկանանք, գցվենք թե չգցվենք, գիտակցված։ Որովհետև այստեղ նախկինում կառավարությունում աշխատած պատգամավորուհին, պարոն Ռուբինյան, կարծում եմ պետքա պարոն Գոնջորյան Կարծում եմ պետք է ընդհատեիք կամ նախագահողը հավատացեք շատ վիրավորական արտահայտություններ են անում, Լյուբյանկա, ես ճիշտն ասած շատ մեծ է գայթակղությունը, Ադրբեջանի հատուկ ծառայության անունը չգիտեմ ոնց է կոչվում, ու անկեղծ շատ ուրախ եմ, որ չգիտեմ կամ Թուրքիայի, շատ մեծ է գայթակղությունս, որ ձեզ այդ ձևով պատասխանեմ, բայց չեմ անի, մի պարզ պատճառով, որովհետև դա իմ համար մեռնելիք է, երբ որ ինձ մեղադրեն դրանում, այդ թվում Լյուբյանկան։ Խնդրում եմ, քաղաքական գնահատական տերմինը մի օգտագործեք որպես ինչ ուզել ասելու, այսպես սկզբնաղբյուր։ Եվ շատ կարևոր է, եթե քաղաքական գործիչը ձեր պատկերացմամբ դա է, մեր ֆրակցիան ավելի լավ է քաղաքական գործիչներ չդառնանք մենք, որ Իհարկե, բայց ձեր պես չենք դառնա, չենք էլ ուզում դառնանք, որովհետև չի կարելի չփաստարկված։ Այնտեղ խոսում ենք, ռուսերեն բառեր ասեցին, Լևոն Քոչարյանն էլ, մյուսն էլ, անպատասխանատվություն, լավ, այսպես անվանենք այդ բառը։ Լավ ո՞ս կարելի է գալ ստեղից հայտարարություններ անել եւ վերջում ասել քաղաքական գնահատական եմ տալիս։ Հաջորդը, այդ նույն քաղաքական գնահատականների ֆոնին հիշում եք մի պահ եւ եթե կսխալվեմ բայց կարծում եմ չեմ սխալվում, եւ խմբակցության պատգամավորներից եւ կառավարության անդամներից լալա հառաջ հայտարարություններ էին անում, որ հեծը վերցրել է վարկեր եւ օրինակներով ասում էին
այն որ դու տանում փողը մուծում ես, դրա մեջ իրա վերցրած վարձերի տոկոսներն էլ կա։ 6 ամսվա չափ մենք հայտարարեցինք, հորդորեցինք, խնդրեցինք, ասեցինք, որ հետո սխալ եք դուրս գալու ամաչելու եք, եւ վերջապես մի գեղեցիկ օր համառ լրագրողներից մեկը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին կներեք այսպես արտահայտությանս դեմ տվեց պատին, չուներ տարբերակ եւ պատասխանեց հետեւյալը, որ հեծի վերցրած վարկերի տոկոսները սպասարկում է Սամվել Կարապետյանը իր գրպանից եւ չի մտնում սակագնի մեջ։ Հիմա եկել եք բարեկրթությունից եք խոսում, դուրս գայք ներողություն, ես իմ գարուց ասեմ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, եթե ես կանեմ սխալ եւ չեմ խնդրի ներողություն, համարեք, որ դա դիտավորյալ է արած։ Այսինքն դա չիմացության արդյունք չի։ Հիմա ես ունեմ կամ կարող եմ ունենալ համոզմունք, որ քաղաքացիական իշխող կուսակցության, քաղաքացիական պայմանագիր իշխող կուսակցության անդամները, այսպես ասած, բարեկրթությունը պահենք, ճիշտ չեն ասել։ Ժողովրդին ուղիղ կանգնել են ասել են մի բան, որը սուտ է դուրս եկել, փաստավորված։ Ինչի ներողություն չխնդրել, հաջորդը։ Հիմա մի երկու բառ խոսենք այս պահին հեծում կատարվող, համենայն դեպս այս խլելու օպերացիայից հետո հեծում կատարվող։ Ժողովուրդ, երեք մարզում հոսանք չկա, 3 մարզի քաղաքներում մեծամասնությունում համոզված եմ այստեղ այդ մարզերից է կլինեն, ինչ որ ոչ մեկի ձայնը չլսեցինք։ Կառավարիչը հայտարարություն է տարածում, ասում է, հետաքրքիր գիտեք որն է, կառավարիչը պետական աշխատող է, իշխող կուսակցության վարչության անդամ է, հայտարարությունով միանգամից գցում է տկենի վրա, ասում է տկենի բեցն է, մենք չենք։ Հիմա հարց, մեր ժամանակ որ հոսանքը գնում էր թիվ 1 կառավարական շենքի, պարոն Հարությունյան, դուք էլ այդտեղ եք եղել նիստի ժամանակ։ Հայտարարություններ եղավ, բոլորը խոսեցին, ինչի չհայտարարեցիք, որ դա ձեր ենթակայանից էր, բեցի ենթակայանից էր եւ ձեր այդ ավերից էր, որը այսպես մենք տվել ենք ձեր 4-ին ուղղություն, ձեր ավերը ճիշտ չէր աշխատում։ Դե մենք հայտարարելը քիչ ա մեր։ Դուք եք այն ժամանակ դուք ձեր սատելիտ ուժերը մեղադրում էին հեծին։ Երկրորդը, ներողություն։ Չի փակվել։ Հենց այդպես չի փակվել, որովհետև երբ որ դուք մեղադրում եք հեծին, հետո հետևից պետք է նաև դուք հայտարարեք։ Դուք եք ասում կառավարության նիստի ժամանակ հոսանք անջատվել։ Ես գտնեմ կբերեմ ձեզ ցույց կտամ։ Երկրորդը, այդ մոլերը մյուսը, երբ որ մենք ասում ենք, այսինքն այն ժամանակ կարելի էր որ ելներ, չէր կարելի որ բեցից ելներ, հիմա կարելի է։ Հաջորդը, արդյոք ԱԺ պատգամավորներից որից է մեկը, ասում եք լսումներ են կարել, նախ մեզ չեք հրավիրել, չգիտեմ ինչ չեք հրավիրել, երեք էլ ասեցի, արդեն 1 տարի է դուք եք կառավարում, երբևէ հետաքրվել եք այդ նույն հավելագրի նույն մասով ինչ որ բան կա թե չէ։ Հիմա ես ձեզ ուղիղ ինֆորմացիա եմ տալիս ձեզ որպես գոլեգաներ, նախորդ ամիսներին էլ եղել, հիմա արդեն մի քանի օր է նույն կառավարիչը լայնածավալ ստուգումներ է անցկացնում եւ տարբեր մարզերում տարբեր պետական, այդ թվում Գյումրու մանկապարտեզի եւ Մասիսի քաղաքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել։ Հիմա հարց, փայեք մեջը։ Եթե այո, քննարկենք, եթե չէ, ոնց դուս եկա, որ Սամվել Կարապետյանը կապ ուներ դրա հետ։ Այն էլ դատարանի այն որոշմամբ, որ ֆիքսում է, որ դրանք առանձին դեպքեր են եղել։ Սամվել Կարապետյանը կապ չունի, բայց ձեր քաղաքական թիմը երեք իմ երկար բացատրելուց հետո էլի այստեղ հնչել է հավելագրում բառը։ Իմ հայտարարությունից հետո ես որպես adekvat նորմալ մարդ, ես կարծում եմ պետք է լինի 3 տարբերակ։ Հասկացա թեման փակված է, չհասկացա, մի հատ ինձ խնդրում եմ բացատրեք, բացատրելուց հետո մեկը չհասկացա։ Մի հատ էլ բացատրեք։ 4-րդ վերսիան եւ ես միջոցով բաց եմ եղել։ Հայտարարել եմ, որ բաց եմ բոլոր քննարկումների համար։ Ոնց ուզեք, որ ֆորմատով, փակ, բաց, հմեք, երկու, ինչ ուզում եք, հրապարակ։ Նորմալ չի, առանց որևէ ինձ, իմ այսպես առաջարկին պատասխանելու, գալ այստեղ նորից հավելագրում ասել։ Խնդրում եմ, առաջիկա ձեր նիստում քննարկեք ձեր բարեկրթություն ուժի մեջ է, թե ոչ։ Եվ շատ կարևոր հանգամանք, 2010 վայրկյան, պարոն նախագահող, 15 երևի,
2018-ին սենց մի հատ թեզ էր պտտվում, որ իբրև թե հեծը դուրս է եկել ձեզ իշխանության բերելու։ Բնականաբար մենք հերքեցինք այն առումով, որ մենք որևէ մեկին չենք ուղղորդել։ Հիմա այստեղ հարց հնչում, ասում եմ, բացատրեք մարդկանց ոնց եք միտինգների տանում։ Առաջի անգամ տկեն նախարարից լսել են, որ կազմակերպված միտինգ են բերում Սամվել Կարապետյանի առաջի կալանքի նիստին։ Ֆակտորի լրագրողին ուղիղ ասել եմ, տղամարդ են թող ապացուցեն։ Հա, այդ մոմենտը աշխատելու է միշտ։ Այդ պահը ներողություն։ Պարոն Ղազինյան, 30 վայրկյան անցավ։ 3 վայրկյան եւ վերջ։ Եվ ամենակարևորը, հիմա 2026-ին եկել եք ասում եք հիմա էլ ուրիշ մարդու համար եք միտինգ տանում։ Ժողովուրդ, ոչ այն վաղտ է եղել ուղղորդում, ոչ որևէ ժամանակ Սամվել Կարապետյանը 6800 մարդու չի ուղեկցել, եղել են ազատ, ինչպես կլինեն ուժեղ Հայաստանում։ Շնորհակալություն։